տարեց կանայք ավելի շատ են գանգատվում, այստեղ մի բան պիտի ասեմ, որը շատ բնորոշ է հայ կանոջը, նա միշտ սիրում է գանգատվել, անկախ նրանից եւ բարձրաձայնել իր ցավի մասին, մինչդեռ տղամարդիկ ավելի խրոխտ են լինում, ավելի զուսպ են լինում, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն տառապում։ Ես ձեզ կարող եմ ասել, որ հավասարաչափ տառապում են եւ տարեց տղամարդիկ եւ տարեց կանայք։ Ուղղակի տղամարդու համար բողոքելը միշտ թուլության ավելի շատ դրսևորում է դրա համար իսկ կինը միշտ անօգնական է, նազուկ է եւ շատ ավելի հնարավոր է որ դրա համար էլ ասի, բայց կարող եմ հավաստիացնել ձեզ, որ 80% մեջ հավասարաչափ երկուսն էլ ներկայացված են։ Որքանով է օբյեկտիվ այդ ցավը, դուք ասիք տարիքի հետ փոփոխություններ լինում օրգանիզմում, այդ ընդհանուր բնույթի ցավը տեղային է, այն թույլ տեղն է ցավում, թե ընդհանուր է համախտանիշը կա։ Նայեք, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում մեր կնճիռների վրա, մեր մազերի սպիտակելու վրա, մեր փոփոխությունների վրա, բայց հաշվի չենք առնում, որ այդ բոլոր փոփոխությունները տեղի են ունենում նաև օրգանիզմի ներսում, հա, այսինքն այդ մաշվածությունը, փոփոխությունները, դրանք բնական են եւ դրանք տարիքով պայմանավորված են։ Առաջվա էլաստիկությունը, առաջվա այդ առածկականությունը մկանների, առաջվա երիտասարդ տարիքի եսի նկատի ունեմ տարբեր հիվանդությունները գնալով դրանք կուտակվում են, ինչպես սպիտակ մազերը, ինչպես ավելորդ քաշը, հա, դրանք կուտակվում են եւ ժամանակի ընթացքում արդեն տալիս են որակական արդեն փոփոխություններ։ Բացի դրանից մեր օրգանիզմում տարիքի հետ կապված լուրջ փոփոխություններ են տեղի ունենում բոլոր մեր կենսունակությունը ապահովող համակարգերի մեջ, դա լինի նյարդային համակարգը, կենտրոնական, ծայրամասային, ներզատիչ համակարգը, իմունային համակարգը եւ դրանց այդ ամենը շատ փոխկապակցված է։ Բացի դրանից, մեր մկանային շերտը կորում է ժամանակի ընթացքում, եթե մարդը գեր է, դա չի նշանակում, որ նա մկանային շերտ ունի։ Տարիքի ընթացքում այդ մկանային շերտը հալվում է, մինչդեռ ավելի շատ ավելանում է ճարպը։ Եվ դա պայմանավորում է նաեւ կեցվածքի, քայլվածքի վրա է անդրադառնում եւ ի վերջո մեծ տարիքում դուք տեսնում եք կոպիտ ասած չորացած այսպես ասած տատիկ պապիկների, բայց այդ նրանից է, որ իրենց այդ մկանային շերտը ուղղակի մաշվել է, դրանով պայմանավորված նրանց շարժունակությունը, նրանց առածկականությունը, նրանց արագությունը, քայլվածքը, այդ ամեն ինչը փոփոխվում են եւ դա ուղղակի տարիքային փոփոխություններ են, դրանք ֆիզիոլոգիական են, դրանք պաթոլոգիական չեն, բայց քանի որ դրանք փոխում են օրգանիզմում այդ ամեն ինչը, հա, դրանք բերում են որակական փոփոխությունների, որպես դրա այդ տարիքային փոփոխությունների դրսևորում շատ արտահայտվում է ցավով, այսինքն եթե իմ հոդերը մինչև այդ շատ առածկական էին, ճկուն էին, ես կարող էի ամեն ինչ անել, հիմա մարդու ծունկը ծալվելուց ճռոց է դուրս գալիս, այսպես ասած, հա, եւ դժվարանում է, որովհետեւ հոդերը կորցնում են իրենց էլաստիկությունը իսկ հոդերը ամեն տեղ են սկսած ողնաշարից վերջացրած մատի ծայրով եւ բնականաբար դա անդրադառնում է եւ սկսում է ցավալ եւ սկսում է հեղուկն է պակասում եւ այլն, այսինքն դրանք բոլորը ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններ են, որոնք դրսևորվում են որոշ տեղեր ցավով, որոշ տեղով որոշ տեղեր տրամադրության անկումով եւ այլն բազմաթիվ փոփոխություններով։ Բժիշկ, իսկ հնարավոր է եւ պետք է այդ ընդհանուր համախտանիշը կառավարել, թե ուղղակի պետք է չգանգատվել, փորձել հնարավոր է դա ուղղակի անտեսել կամ ոնց շատ զբաղված են ասում մի բանով զբաղվի, անտեսել, թե պիտի ուղղակի կառավարել։ Շատ լավ հարց եք տալիս, ասեմ ինչու, որովհետև սովորաբար շատ բնորոշ է տարեց մարդկանց, ինչպես դուք ասացիք, որ նրանք գանգատվում են։ Եվ շատ գանգատվելու դեպքում հարազատները կարող են ասել՝ դե տատի, դե լավ էլի, հա, հասկացանք եւ այլն, շատ անգամ չանտեսվելու նպատակով չեն բարձրաձայնում, այսինքն մտածում են, որ ավելի լավ կլինի,
որ ես չասեմ։ Ես միտքը կորցրեցի, ինչ էր հարցը։ Պիտի կառավարեն այդ ցավը, թե շեղեն իրենց ցավից։ Չէ, հիմնականում միշտ լինում են որոշակի դրսևորումներ, պայմանավորված փոփոխություններով։ Տեղ կա, որ պիտի, ես կարծում եմ, որ ցավը պետք է փարատվի, այսինքն որոշակի միջոցների է պետք դիմել։ Մասամբ դա կարող է գալ հիպոդինամիայից, երբ որ մարդիկ անընդհատ նստած են, տարեցները նստած են, չեն շարժվում եւ մկանները կարկամում են։ Ուղղակի ապրելակերպը փոխելու պարագայում այդ ամեն ինչը կարող է կարգավորվել։ Հավելյալ քաշը կարգավորելուց իջացնելու դեպքում կարող է կարգավորել։ Բայց եթե հիմքում հիվանդությունն է ընկած, դա հիմնականում լինում են հոդերի հիվանդությունները, արտրիտները, արտրոզները կամ ինչ որ օրգանի հիվանդություն, դա պետք է արդեն դեղորայքային միջոցներով կառավարվի։ Իսկ վիճակագրություն կա ցավի մասով տարեցների տարիքի եւ տոկոսային։ Ասեմ, ինչպես ես արդեն նշեցի, 80%-ը միանշանակ տառապում են ցավերից։ 2 տարեցից մեկը հավաստի ցավ ունի։ Պատկերացնում եք, այսինքն ամբողջ աշխարհում տարեցների 2-ից մեկը միանշանակ բարձրաձայնում է իր ցավի մասին։ Հիմնականում տարեցները հիվանդանում են քրոնիկ հիվանդություններով, այսինքն նրանք ունեն քրոնիկ հիվանդություն, իսկ քրոնիկ հիվանդությունների մեծ մասը զուգակցում է, ուղեկցում է ցավերով, այնպես որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ կան, որոնք իրականում ոչ թե ուշադրություն գրավելու, այսպես ասեմ, նպատակով կամ ինչ-որ զբաղացնելու նպատակով, իրանով զբաղվելու նպատակով իրականում տառապում են ցավերից։ Եվ դա փաստ է ապացուցված արդեն։ Իսկ անտեսելու մասով դուք արդեն մասնակիորեն ասացիք, որպեսզի չլսեն նաև հարազատներից, ընտանիքի անդամներից այդ նախադասությունը մամ դե էլի սկսեցիր, դուք ասում եք տատիկ էլի սկսեցիր, երբեմն մամ ենք ասում, հա, այսինքն անտեսելու գործոնը, արդյոք պիտի անտեսվի դա որևէ կերպ։ Ես ես մի ցավալի դեպք պատմեմ, ուսանողներս եկել էին եւ պատմում էին, ես իրենց ուղարկեցի վերակենդանացման բաժանմունք, պատմում էին մի պացիենտի մասին, տարեց կին էր, որը ուներ լուրջ խնդիրներ եւ ցավեր, երբ որ իրենից ուրեմն անամնեզ էին հավաքել, պարզվել էր, որ ինքը 2 տարի է ցավերից տառապում է։ Դուք պատկերացնում եք դա, 2 տարի է մարդը խոսում է իր ցավի մասին եւ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում, բայց դա նրանից չի, որ անտարբեր են, այլ ուղղակի վերաբերմունքն է տարեցների ցավի նկատմամբ, այսինքն հա դե որ մեծա պետքա ցավը, այդպես չի, եթե ցավում է, ուրեմն դրա համար պատճառ կա միանշանակ եւ եթե ցավ ունի պացիենտը, ուրեմն անպայման դրան պետք է անդրադառնալ, պետք է հասկանալ, պետք է պարզել այդ պատճառը, եթե դա բուժելի է, բուժել, եթե բուժելի չի, ինչ որ քայլերի դիմել եւ այլն, հա, այդ հիվանդությունը եսի նկատի ունեմ, այնպես որ միշտ պետք է լսել։ Ես հասկանում եմ երիտասարդություն, գիտեք, ինձ հետաքրքիր է, երբ որ դու ինքդ ես մեծանում, դու հասկանում ես, որ դե չէ, էլի դժվար իրենց հետաքրքրի, բայց այնուամենայնիվ մենք շատ մեծ ավանդույթ ունենք մեծ եւ փոքրի լավ հարաբերությունների ընտանիքի առաջնահերթության այդ ավանդույթը կա եւ հիմնականում կարծում եմ, որ նրանք չեն անտեսվում, ուղղակի կա վերաբերմունք հասարակության մեջ, մեծ մարդա պետքա ցավը, այդպես չպիտի լինի, պետք է անպայման ուշադրություն դարձնեն, որ գանգատվում է, միգուցե ուշադրություն դարձնենք սրան։